Ողջույն 24-ի եթերում հետագից Նևես Նարեկ Գալստյանը, մենք մոտավորապես բոլորս միասին ունեցել ենք 24 ժամվա լարված աշխատանքային գրաֆիկ, ինչու 24 ժամ կարելի անգամ մի քիչ ավելացնել։ Ընտրական արդյունքները արդեն պարզ են, բացի մի բանից, որ մինչև հիմա ինտրիգ է մնացել վերջի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնում է թե չի անցնում։ Մի խոսքով այս եւ այլ հարցերի ընտրական process-ների դրա հետևանքների ընտրությունից հետո Հայաստանի սպասվող process-ների մասին խոսելու ենք Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանի հետ, պարոն Մարուկյան, ողջունում եմ։ Ես եմ։ Եվ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Հիշում եք, որ ասում են ընտրությունները վերջանա, մենք ելնելու ենք, մնացածներին չեք գտնելու։ Հիմա իրականում այս ամեն ինչի մեջ մինչև բանը ինտրիգը մնացել է այնուամենայնիվ ընդդիմության գործողությունները, ովքեր որ խորհրդան են անցել, այսինքն ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, այս պահին պաշտոնապես հանդես է եկել Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ասել ընտրությունների հավիճարկվելու են, քննարկում ենք ընդդիմադիր գործընկերների հետ։ Սա մի բան իրավիճակն է եւ համացանցում անընդհատ հիմա այսպես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, հասարակական գործիչներ ասում են, որ ընդդիմությունը ճիշտ կանի ապա լեգիտիմացնելու համար այս խորհրդարանը հրաժարվել վերցնել մանդատները եւ չմտնել ազգային ժողով։ Ինչպես ասում են, ձեր կարծիքը։ Ես կարծում եմ, որ անիմաստ խոսակցություն է, որովհետեւ մենք սա տեսել ենք 21 թվականին։ Ես կանխատեսում եմ, որ ընդդիմությունը կվիճարկի ընտրությունների արդյունքները, ելնելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից, Սահմանադրական դատարան բան կդիմեն, հետո բնականաբար Սահմանադրական դատարանը կասի ընտրությունները նորմալ են անցել։ Իսկապես։ Այո, որից հետո ընդդիմադիրները կվերցնեն մանդատներ եւ կգնան պարլամենտ։ Եվ մենք տեսել ենք արդեն, որ այս համակարգում ոչ մի բանի դեմը առնել չի լինում եւ նաեւ նույն քննարկումները մենք տեսնելու ենք։ Այսինքն ես ձեզ ուղղակի ուզում եմ հիշեցնել բանավեճը, բանավեճը Ռոբերտ Քոչարյանը չկար, բայց ամեն դեպքում թեմայի մեջ կար։ Այսինքն իրենք ասել են քրեալիգարխիան եկել է պարլամենտ, երագլուխրեժներն եկել են, մենք պետք է իրանց ոչնչացնենք, մարդկանց բռնելու են, կարանավորելու են, հետապնդելու են, ապօրինի գույք են ուզելու խլեն, process-ներ լինելու։ Այս մարդիկ ցերու են պայքարել դրանց ամեն ինչի համար, չդատվելու, գրիվ են տալու բան։ Հայաստանի խնդիրները, որ Հայաստանը ունի լուրջ մարտահրավերներ։ Նալու է դրսում։ Պարքեմ, բայց եւ այդ հարցերը չեն քիչ առաջ անցնելով process-ներից ուրիշ բան էլ կարելի ասել, լավ, հասկանալի է, խորհրդարանական ընտրություններ են, բայց մենք մի բան չենք խոսում սկզբից։ Ալի սկզբից անալիզ անենք, որպես մասնակից եմ ասում, արդյոք ձեր կարծիքով խորհրդարանական ընտրություններում մեկնարկային պայմանները հավասար էին եւ ընդդիմությանը հնարավորություններ տրվում արդար պայքար մղելու թե ոչ, որովհետեւ ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանությունը ասում է աննախադեպ մի բան, ընդդիմությունն է ընտրակաշառք բաժանել, ընդդիմությունն էլ ասում է աննախադեպ ճնշումներ են տեղի ունեցել։ Այո։ Ուրեմն ես կարող եմ ասել հետեւյալը, տեսեք։ Մենք պետք է ազնիվ խոսանք, էլի, ես ուզում եմ ազնիվ գնահատենք իրավիճակը։ Չկա աշխարհում մի երկիր, որտեղ իշխանություն ընդդիմություն ընտրապայքարի մեջ ընդդիմությունը ունենա հավասար հնարավորություն իշխանությունը։ Դե իշխանությունը կա թոշակ բարձրացնի, չեմ, պրեմիատաբան։ Սա արձանագրում ենք, որ սա կա։ Ու իշխանությունն ունի հանրային հեռուստաընկերություն, որը տոտալ ծառայել է իրեն։ Լավ, այս դրեցինք մի կողմ։ Մյուս կողմից մենք անդադար մտածում ենք, ինչ պետք է անել, ինչ ապրանքներ ներկայացնել, որ այդքանով հանդերձ հնարավոր լինի իշխանությունը փոխել։ Տարբեր կարծիքներ են, չէ՞, հիշում եք, որ լավ կլինի, որ նախկին նախագահները չմասնակցեն, ուրիշ մարդիկ մասնակցեն, լավ կլինի, որ եթե մասնակցում են, ապա իրանց ուժերը մասնակցեն, բայց մի բլոկ լինի, այդ մի բլոկը առաջնորդի Միքայել Սրբազանը, եւ իրենք չհավաքնեն այդ որևէ գործադիր պաշտոնի։ Այսինքն այդ եկեղեցու դեմ պայքարի ժամանակ է, հիշում եք, եկեղեցի կռիվ բան։ Բազմաթիվ գաղափարներ են քննարկվել, բայց մենք եկե հանգել ենք նրան, որ երեք ուժեր են ձևավորվել, չէ, ընտրություններին մասնակցելու, մեկը իր ցուցակի մեջ է խոշորացել, այն մյուսը իր ցուցակի մեջ եւ մեկը նոր ուժ է ձևավորվել, որը ուժեղ Հայաստանն է։ Եվ երեք ուժերը մտել են process-ի մեջ, Նիկոլ Փաշինյանը ձևակերպում արել է երեք ուժերի համար, որ սրանք երագլուխ հրեշներ են,
պատերազմ անունը դրել է իրենց վրա եւ ասել է իրան գալիս են որ պատերազմ է։ Հիմա ով էր հավաքել պարլամենտ մտով Նիկոլ Փաշինյանը մի անգամ կծնելու էր։ Ով էր հավաքները մի քիչ դժվար է այտենց բան անել, որովհետեւ այս պարագայում օրինակ եթե հավաքնեին մարդիկ ովքեր գոնելապ նախկին նախագահների ուժեր չեն նախկին նախագահի դժվար կլներ։ Բայց այս ձևով է դասավորվել։ Լավ, հիմա տեսեք, Ալան Թաթոյանյանը լրացին երագլուխ եսի ինչը եւ նա պոչը օրինակ։ Մեկը ասելու են, եղբայր մեկը ասելու են, սպասի ասեմ, բայց ընդդիմությունը դասավորվեց Գյումրիի սցենարով։ Անդադար ես գոռում եմ, ասում եմ Գյումրիի սցենար չի աշխատելու, մի արեք։ Պետք է ունենալ մեկ ցուցակ, մեկ ճակատ, որ մարդիկ տենան, այս Փաշինյանն է, այս մեկ ճակատն անդիմադիր, արանքն կան ուժեր, ասենք Արամ Սարգսյանի ուժնա չգիտեմ ով կար է այդտեղ։ Բանավեճից հիշում եք։ Եվ այդ ուժերը, այսինքն այդ պարագայում կարող է ինչ-որ հաջողություն լիներ։ Նայ երկու հատ խնդրեմ կա։ Մեր խնդրեմը նա է որ մենք հստակ արձանագրում ենք 700,000 մարդ գնացել է ձայնաթափ Նիկոլ Փաշինյանին։ Դե դրանից հնարավոր։ Հա, հիմա այդ մարդկանց հետ որ նստում ենք հաշվի, չէ, հաշվի ենք նստելու։ Իհարկե, ուզում։ Որ հաշվի ենք նստում այդ մարդն ինչ է ասում։ Այսինքն, որ ասենք տոտալ իրանք երջանիկ են այս ամեն ինչի հետ, ախր դա էլ է սուտ։ Այսինքն այդ մարդիկ ասում են, եղբայր, հա, վատա, բայց հասկանում ենք որ ոչ մի բան հետ բերել հնարավոր չի, ֆիքսի հետ, ոչ մի բան հետ բերել հնարավոր չի։ Բայց միևնույն ժամանակ Նիկոլին չեն ուզում փոխարինել այս մարդկանցով։ Եթե մեծ մի հատ հսկայական բան լիներ, իրանք եթե Նիկոլին փոխարինելու էին ձեր ասած այդ մեծ ցուցակով, որտեղ այդ մեծ ցուցակի մեջ գլխավորող մարդը չէր կարա ասոցացվել որևէ իշխանության։ Ոնց չէր կարա ասոցացվել։ Ոնց կա չէր կարա։ Օրինակ Նիկոլ Սրբազանի մասին ասած կա, Աստված օգնական Սրբազանի ամեն հարգանքով ներողություն։ Ես նորից եմ ասում, այս համակարգը ձեր թույլտվությամբ այս համակարգը եւ այս համակարգի ղեկավարը չի խորշել եւ չի խորշում բոլորին ասոցացնել այն ուժերի հետ, որոնց հետ ինքը դա ցանկանում է ասոցացնել։ Մի բան է ասոցացնել, մի բան է դուրնես տենց։ Հասկանում եք, տարբեր բաներ հիմա ինչ ենք քննարկում։ Մի բան է ասոցացնել, մի բան է դուրնես։ Հիմա լավ, արի ուժեղ Հայաստանի հարցը քննարկենք։ Սա վրա նոր ուժ չէ, ուժեղ Հայաստան։ Այս նոր ուժը պետք է լինի նոր ուժ, նոր ուժ լինի, դες նոր ուժ գնա, չէ։ Հիմա նոր ուժը վերցել է իր առաջի տասնյակը, ասենք առաջի 10-15 համարներում ընդգրկվել են մարդիկ, ովքեր հանրապետական կուսակցության հայտնի դեմքեր են։ Եվ շատ հեշտ իրենց ասոցիացիայում սա ռեբրենդինգ արած ՀԿ-ն է։ Ներողություն, հիմա կարելի է խուսափել դրանից թե չէ։ Ներողություն, իհարկե։ Այսինքն մենք ուզում ենք խափենք մարդկանց իրողություններին չնայենք, ասես լղոզենք։ Լղոզելու տենց է եղել։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ուրեմն նախ շանս են ունեցել ձևավորելու։ Մի հատ թող ասեմ, շանս են ունեցել։ Իրականում Սամվել Կարապետյանը միակ մարդն է եղել, որ շանս է ունեցել ձևավորելու մեծ բևեռ։ Հասկանում ես, բայց ձևավորվել է մի հատ ուժ։ Շատ լավ, մի հատ ձևավորել է մի հատ ուժ։ Հիմա արդյունքներն էլ էսա ինչ են։ Այլ հարցի մասին է խոսքը, որ Սամվել Կարապետյանից ենթադրում եմ ավելի մեծ ակնկալիք կար, բայց այնուամենայնիվ պիտի ֆիքսենք, որ քաղաքական առումով կակրած հենց այդ ձեր ասած մարդիկ էին, որ քաղաքական երանգ էին որոշակի առումով տալիս ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Իմ ասածը այն է, որ այն մտայնությունը, որ եթե ձևավորվեր մեծ բոլորը։ Դու տեսա որ Նարեկը գնացել է Պետրոսի մոտ, Թյուր Պետրոսն ասավ 3 հատ կարևոր բանավեճ են ունեցել, 3-ը ուղարկել եք բանի հանրապետական կուսակցության ցուցակի մարդիկ։ Դու տեսար։ Հա։ Դե հաու ջան, եղբայր հիմա Նիկոլն էլ այդտեղ վերցնում է այդ թեման, ասում է դուք ռեբրենդինգ արած կնեք, այս Քոչարյանն է, այս է Գագիկ Ծառուկյանն, սա գերագլուխ է։ Հարցս 700,000 մարդ բերեմ իրան ընդդիմի դժվար է դա տենան։ Հարցս ուրիշը դժվար չի, հարցս ուրիշ բանի մասին է։ Երբ որ մենք նայում ենք Նիկոլ Փաշինյանի ստացած ձայները եւ նայում ենք ընդդիմության ձայները միասին վերցրած, այդ թվում նաեւ չանցածների, այսինքն այդ թվում նաեւ քոնը եւ ոչ միայն, այդպես։ Էլի Նիկոլը կրում է։ Բրավո։ Այսինքն այս պարագայում իմաստը ո՞րն է։ Մարդուն ընտրել են։ Այդ պարագայում իմաստը հետեւյալն է։ Մարդուն ընտրել են։ Հետեւյալն է։ Մենք ընդդիմադիր դաշտ է, էլի։ Ինչ պրոդուկտ է մարդկանց առաջարկում։ Էսա կարևոր։ Դու ձայները նայ, մենք մի մաթեմատիկորեն գումարում ենք, դեմենք որ Նիկոլը կրել է, օքեյ։ Հարցը այդ մի կողմից։ Ոչ մեկ ինչ չի կարա մեղադրի ձայն փոշիացնելու, որովհետև մեխանիկորը տենց էլ է կրել, բայց ուրիշ խնդրեմ է առաջացել։ Ոչ թե պետքա ձայներ ավտոմատ գումարել, պետք է հասկանալ, ինչ պրոդուկտ է հնարավոր ներկայացնել, որը կտարբերվեր այսօրվա եղածից։ Հասկանում ես, այդտեղ էր քննարկումը։ Հիմա այդ քննարկումը չի եղել։ Արի առաջնայինք։ Հիմա ինչ է սպասվում։ Ես ասում եմ, որ ընդդիմադիրները մանդատները վերցնելու են։
որևէ ինչ որ իլյուզիա չունեմ, որ չեն վերցնելու։ Իսկ կներես, հարց եմ տալիս, եթե չեն վերցնում, իսկ երբ որ դու ասում ես իլյուզիա չունենք, չէ՞։ Չունեմ։ Եթե ասում ես իլյուզիա չունենք, Այս կոչը չեմ արել որ մի վերցրեք։ Չէ, դա ուզում ասել, այսինքն նշանակում ակնկալի կա որ չվերցրեք։ Դուք ասացիք որ մարդիկ գրում են որ մի վերցրեք, դելեգիտիմացրեք Նիկոլին, ես ասում եմ վերցնելու են, իզուր։ Չէ, բայց այդտեղ ուզում ասկամ գնահատականը որն է, լավա որ վերցնելու, եթե չվերցնեն, բնականաբար դա հարված է Նիկոլին։ Բնական, անկասկած։ Անկասկած։ Իր համար խնդրեմա Եվրոպաներում բանում։ Հիմա պիտի վերցնեն, գնալու են հետը Ստրասբուրգ, տարբեր երկրներ, գործուղումներ ալնելու, բաներ ալնելու, ներսումի արեն ծեծելու։ Ես ու դու դա տեսել ենք 5 տարում։ Մի ասենք ինչ ենք։ Մի ինչ որ մեկին անձնամեխելություն զրկելու, ինչ որ մեկը կեսից հիշելու է, որ Նիկոլը ավելի լավն է միանալու է Նիկոլին։ Այդ որ ինչ որ մարդիկ քննարկում են, որ սահմանական մեծանասուն չունեն, ուրախացի, ասում ժողովուրդ ջան, 21 թվին էլ էին ուրախացել։ Մի երկու հոգի միանալու է, կգտնի իրան, հանգիստ եղեք։ Հանգիստ եղեք։ Այդ հարցը կլուծվի։ Հա կլուծեն այդ հարցը։ Եթե չի վերցնում համակարգը, եթե չի վերցնում ընդդիմությունը, նախ ստեղ մի կարևոր հանգամանք կա, Բարգավաճը անցնում է, թե չի անցնում։ Դա հարցերի հարցն է, որտեղ ստեղ 60 ձայնի հարց է։ 50-60 Եթե մարդիկ տարել են այդ ձենը, որ պետք է անցնեն, պետք է ուրեմն անցնեն։ Ես այդտեղ բան չունեմ, ես չգիտեմ ինչ տվյալ է։ Հարցը հետեւյալն է։ Անկամ ԲՀԿ անցնելով, ԲՀԿ-ի անցնելով, այս թևի վրա բան չի փոխվում։ Չէ, եթե անկԲՀԿ-ն անցնում է այդ պարագայում իրանք բացի սահմանադրականից Եվանն էլ 3/5-ն էլ չեն ունենում այսպես կոչված։ 3/5-ով ինչ ա ուզում Նիկոլյանը, որ չգիտեմ, ասենք դատախազ նշանակել է ընտրել եւ այլն, կարևոր այդ բաներ, պաշտոնները։ Դե այն ժամանակ ուրիշ էր բանը։ Դատախազի նշանակելու ժամանակ 3 ընդդիմադիր ֆրակցիաներից ինչ որ մարդիկ կընտրեն դատախազին, փակ գաղտնի քվեարկությամբ։ Տեսել ենք դա եղել է եղբայր։ Դատավորի անուն ասեն, որ չէր կարող ընտրվել, ընտրել են այս ֆրակցիաս խորհրդանից։ Լավ, եթե չի վերցնում, արի չվերցնելուց խոսենք, էլի։ Եթե չի վերցնում, ինչ ա լինում։ Եթե չի վերցնում, նշանակում է իրանք ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունները։ Եթե խորհրդանական ընդդիմությունը չի ճանաչում, մենք արտախորհրդանական ենք։ Արտախորհրդանական սաղ ընդդիմությունը չի կարող ճանաչի, դելեգիտիմացվելու այդ process-ը։ Իրանք են ունեցել հանձնաժողովի անդամներ, իրանք են հսկե process-ը, իրանք ձեռքում ասող ռեսուրսները։ Լավ, ասենք հա չի ճանաչում։ Չի ճանաչում, դա կարա բերի։ Չի ճանաչում, մերկը, չի ճանաչում դուրս է գալիս փողոց, չի ճանաչում գնում է տուն, չի ճանաչում գնում է օֆիս, չի ճանաչում հացադուլան։ Ես փողոցի պոտենցիալ չեմ տեսնում այդ ուժերի մեջ։ Եվ զուտ չի ճանաչում դուրս է գալու փողոցը, տենց սցենար չգիտեմ, բայց չի ճանաչում, չի մասնակցում process-ին, դա լուրջ հարված է այդ իշխանության։ Այսինքն իրանք պետք է հստակ իմանան, որ այս parlamento շատ խոշոր հարցերի քննարկման ժամանակ պետք է լինի բան, այդ back office-ը, որը որ թիգունքը պահում է։ Իրանք կլինելու են այդ թիգունքում։ Իրանք պետք է իմանան։ Նույն այդ անկլավների հարցի ժամանակը խաղաղության այսպես կոչված այդ համաձայնագրի Причем այս process-ները շատ արագ են, շատ արագ են, մինչև այս տարվա վերջ, մինչև այս տարվա վերջ հարակվե բան։ Ունի այս պոտենցիալը Նիկոլ Փաշինյանը հանրակրվեն անցկացնելու իրավունք եւ հնարավորություն։ Ինքը ինչ արել, ինքը ասել է Ժողովուրդ ջան, ինձ ընտրեք, ես գնալու եմ կաթողիկոսին հանեմ ընդդեից, ինձ տվեք մանդատ։ Մի այդ մանդատը ինքը արձանագրել ունի։ Ինձ ընտրեք, ես Սահմանադրության նախաբանից հանելու եմ հղումը անկախության հռչակագրի։ Ասելու արդեն ես այդ մանդատը ունեմ։ Ասել ինձ ընտրեք, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, ունդեղելիով կա։ Նստացնելու եմ։ Ծակն եմ կողելու, չի ինչ էր ասում։ Հա, դա եկել ասես գիշեր։ Այսօր առավոտն։ Այսինքն ինքը հերթով ֆիքսել է, որ սրանք ունի։ Տրագեդիան ստեղ է նա, որ այս նախկին ներկա բախումը չի վերջացել, արեք։ Էսի շարունակվում է։ Շարունակվում է եւ ասենք, ինչ ասեմ։ Դեռ Սամվել Կարապետյանի նախկինը ո՞րն է։ Ես հոգնել եմ, գիտես ինչ բաղ, որ ասենք մենք ինչ որ բան կանխատեսում ենք, ինձ ասում են, ինչ ճիշտ է, ասենք, պրոստը դավադիտ է։ Հիմա ես ճիշտ եմ ասում։ Այսինքն, լսի, դժվար է վերջի 8 տարը արձանագրել, որ եթե ժողովուրդը կանգնում է ընտրության առաջ, որ տինտրի նախկիններին, թե ներկաներին, քննման ներկաներին, դժվար է դա ֆիքսել պրոստը։ Չեն կարող ֆիքսել, ասենք անդադար ուզում են, չէ, բայց մենք ուրիշ ենք, մենք փոխվել ենք, մենք արդեն ուրիշ ենք։ Ասենք այդ երկու բոլոր ցուցակներում էլ Իսկ կարող է պրոստը իշխանությունը հերթական ընտրություններով եւ սովորական այսպես իրավիճակով հաղթել նա գրեթե անհնար։ Վարչական ռեսուրսները հաշվի Հայաստանում ընտրություններով իշխանությունը մինչև այսօր չի փոխվել, սանվել չփոխվեց։ Okay։ Այդ արձանագրում ենք։ Բայց
Իսկ կարող է որ ասենք մի հատ մեծ ընդդիմադիր բևեռելներ sense չլներ։ Ես օրինակ հավատում եմ որ sense չլներ։ Բայց հիմա արդեն անիմաստների հետ էս։ Այդ ասում ես որ բան է, փողոցի բան չկա, պոտենցիալ չկա։ Մենք մի անգամ իրար հետ խոսել ենք վրացական սցենարի մասին։ Ես շատ լավ հիշում եմ ու դուք այն ժամանակ ասացիք, որ եթե հանգարց չմիավորվենք, Վրաստանում էլ այդպես բան կա։ Էշելոնավորված գնացում ու հա, Վրաստանում էլ այդպես դաժե հիշում եմ ձևակերպում, որ նետու տակոյ մաթեմատիկը մեզ ասում էին վրացին միավորները։ Հա, հիմա այդ եմ ուզում ասեմ։ Ասում են կրվելու եք, ասում են չկա տենց մաթեմատիկա, որով պարտվելու ենք, ասում են, հա։ Բայց վրացիները դուրս եկան փողոց, վրացիները դուրս եկան փողոց, վրացիները մանդատները չվերցրեցին։ Մի մասը բանտարկվեցին, հիմա բոլորին նվազատ են արձակել գրեթե։ Բայց մեծ հաշվով իրանք ոչ մի բան այս բան չեն կարողացել անել։ Ինչի՞։ Կարևոր բան կա։ Որտեվ Եվրո միության այդ իրանց ուղին չկա։ Այդ ուղին որը լեն իշխանությանը ճնշում էին։ Այդ ուղին դադարացված է։ Հայաստանում այդ ուղին կա։ Հայաստանում այդ ուղին կա, դեռաբար Նիկոլ Փաշինյանի օթի պես պետք է, որնի պարլամենտ։ Դեպուս ծեծեն, ջարդեն, քրեական գործընթաց։ Հիմա ելի պարլամենտ է։ Հիմա Վրաստանում այնտեղ ճիշտերից սկսեցինք։ Հկներին հանել արել։ Հիմա արտաքին ազդեցության եւ արտաքին այսօր վաղազդակների մասին խոսենք։ Ակնհայտ է դե Եվրամիություն, Ռուսաստան, այս ամբողջ պատմությունը, բախումը շատ ակնհայտ էր, հիմա դրա մասին ման չանենք։ Դեռ ընտրական process-ները չավարտված, արդեն Մակրոնի հետ զրուցեց, ասեց, որ ես եմ, վերջը Վրաստանը բան արեց, այս կոմենկոմ առավոտը ուրեմն այդ Մարտակոսով, մյուսով եւ այլն շահ բոլորը շտանավորեցին, բայց կարևոր հանգամանք կա։ Իհարկե լեգիտիմության առումով, ժողովրդավարական առումներով, այսինքն ժողովրդարականավոր ժողովրդարական չի, այն ամենիվ արևմուտքի մոնոպոլիան է դա, հա, այսինքն ինքն այդ պեչատը խփում, ընդունում եք, չեք ընդունում։ Բայց պրակտիկ առումով Ռուսաստանի արձագանքը նույնպես կարևոր է։ Իսկ ռուսները շատ զգուշավոր լռում են, ավելին ասում են հələ չենք հասկանում, բայց ոնց որ շատ խախտումներ ա եղել, ինչ որ ձգում եւ այլն եւ այլն։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ ընտրական process-ով այս բախում էս հակամարտությունը իր վերջակետը կարծես թե չի գտնում ցավոք սրտի։ Սպասի ասեմ։ Ռուսները բերը այդ process-ի տեղափոխել են ընդդիմադիր 3 ֆրակցիաների վրա անցած կամ մեկը չանցած կամ անցած։ Հա, դες բարձրի հարցն։ Ընդդիմադիր 3 ֆրակցիաները տեղափոխել են ռուսների վրա։ Ասում են դուք նայեք, դուք եթե չճանաչեք, մենք էս կանենք, նրանք ասում են, եթե դուք չճանաչեք, մենք չենք ճանաչի, այսինքն ես հետ եմ տեսնում։ Հիմա եթե 3 ուժերը ասեն մանդատները չենք վերցնում, բնականաբար ռուսները չեն ճանաչել այս ընտրությունները։ Եթե ասեն վերցնում ենք, գնում ենք, ռուսները ճանաչել են այս ընտրությունները։ Իսկ ի՞նչ պետք է ճանաչեն որ։ Հետո Փաշինյանը նաև ասել է, որ երկրորդ կեսին հունիսի, այս քանի օր է, էլի։ Ինքը գնալու է Մոսկվա հանդիպի ՌԴ նախագահի հետ եւ բոլոր հարցերը կարգավորելու է։ Ես էլ ասում եմ, եթե հարցերը Կուպաչարով ա եղել, դու նույն դու ես։ Ինչ տարբերություն 10 օր առաջ գնա, 10 օր առաջ զանգելուցի կամ 15 օր հետո գնա։ Այսինքն, եթե այդ խնդրումը դու ես, քո մեջ է, ըն վերընտրվեսը չի լուծվելու այդ խնդրը։ Ինքը ասում է, չէ, ես գնալ եմ լուծեմ։ Հիմա այդ դու, այդ Նիկոլը, այնտեղ Պուտինը, ասել են դիմադիները, գնացեք լուծեք ինձ, այնց ինչ եք։ Ոչ մի բան առանձնապես։ Ես էլ լուրջ դեպքում այդ եմ դատում։ Չնե ջոգես է դիչը։ Չէ, ուզում եմ լուծեք ախպեր։ Ինչե ինքն էլ ասում է Եվրոմիություն ընդունելու է մեր պոմիդորը։ Շատ լավ, տարեք։ Ինչու՞ ասենք ոնց են որ դե այսօր ասեց որ բան է, այսօր ասում էին որ շատ կարևոր է, մենք արդեն մաքսատուրքերը հանել ենք, եթե Եվրոպա մեր ապրանքները գնալու են, դիվերսիֆիկացվելու է եւ այլն եւ այլն։ Այսինքն ձեր կարծիքով տեղ ունեցող այս ամբողջ բանի հանգուցալուծումը որտեղ որ ծիրան են աճացնում պոմիդոր, բան բոլոր այդ համայնքներում Նիկոլը ջաջախի չաղթել է։ Այսինքն մարդիկ մտահոգություն չեն ունեցել իրանց ապրանքները չվաճառվելու վերաբերյալ։ Կամ հակառակ էֆեկտն է տվել։ Կարող ռուսական հակառակ էֆեկտը Երևանը մատվել։ Ռուսական շանտաժը հակառակ էֆեկտի է բերել։ Նիկոլը Միքայելյան ստրատեգիա կիրառեց։ Առաջինն որ երագլուխները հրեշները ուժեղեն կարող ինձ կրեն։ Վախամցրեն, մոբիլիզացրեն դրողին։ Երկրորդը որ Ռուսաստանից լիքը մարդ է գալի ինտրիգ գնա։ Վերջին հաշվով որ նայեմ։ Որի դե բլեֆ է։ Այդ եմ ասում որ նայեմ ես նույն ռեյսերը միշտ եղել այդ։ Ասում ավելի քիչ էր դաժե եկողները։ Անցած տարվա համեմատ ասում են ավելի քիչ է։ Ցանկացած հայ մարդու հայ քաղաքացու տեղ ապրող դա ներվայնացնում է։ Այսինքն չկա ցանկացող։ Մենք տեղափոխում ենք դուք ասեք կտրեք գնանք։ Դա ահա որ ներվը առաջացավ։ Հա բայց դա որ իր համար են գալի գնում հիշում ես 2018 թվականը։ Ինքն ասավ ուզում են բերեն որ բերեն կես ինձ են ընտրելու։ Հա։
այնքան բանը Facebook-ում կֆուրան, ընդդիմությանը կֆուրանող մարդկան նայում ես Կրասնոդարը ապրում։ Արմավիր, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, հա լիքն են, Նիկոլական, էլի։ Այսինքն այդ մարդիկ որ գային ընտրելու, իրան էին ընտրելու, ասենք, ես չէր որ տես հալաջողի պես բան, բայց այդ գալը բան սա սուտ դուս եկավ, այս ասան չէ հեքիաթ։ Այդ ռազմական ոստիկանությանը տարավնդեր, թեման ավելի սրեց, բան։ Ամեն տեխնոլոգիա կիրառվել է։ Okay դե մի, ասենք, նայ հաղթողներին չեն դատում։ Հաղթել են։ Հիմա գնդակը դաշտում, հիմա գնդակը դաշտում է։ Տեքստ ունեք եղբայր։ Ինչ եք ասում։ Օրը ճաշադա քանիսն է ժամը 7-ին եք նկարում, չէ՞։ Ոչ ձեն չկա իրանց։ Ինչ կա, ինչ եք ասում։ Գնեմ եք, չեք գնեմ, ճանաչում եք ընտրությունները, չեք ճանաչեմ, վիճարկում եք, բողոք հարկում եք։ Հենա Դանիել Յունիսյանն ասում է ոչ մի հատ բողոք չի եղել։ Քվեատ բան անելու։ Մենակ ԲԿ-ի վերաշվակն է հիմա, նայ։ Բայց ընթացքից որ դիմումներ տված են։ Դանիելն ասում է ոչ մի բան։ Բայց այդտեղ մի հարցի մյուս կողմն նայենք, էլի, բանի հետ կապված, ասենք այդ 3 չառաջորը ու 3 տեղ ունեցած այդ զանգվածային ձերբակալությունների հետ կապված։ Այդ մարդկանց ըստ Սամվել Կարապետյանի մոտավորապես 700 հոգի մարդ են ձերբակալել, ինչքան հասկացա Հայաստան դաշնիկից էլ են էլի տասնյակներով ձերբակալել, Բարգավաճից էլ։ Բայց այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը հիմնավոր կասկածի բացակայության պատճառով ընթացքում մի քանի ժամից 4 ժամ, 5 ժամ, 6 ժամ, 3 ժամ նայած ոնոն բաց են թողնվել, անգամ մեղադրանք չի հարուցվել։ Հիմա այդ մարդիկ էլ պատահական մարդիկ չեն, շտաբների պատասխանատուներ են, SNN-ն եւ այլն։ Սա միթե ընտրական process-ի համար առողջ եւ նորմալ երևույթ է։ Երկու սայրանի սուր է, էլի, հիմա ակնհայտ բան կա։ Եթե փորձը արավել կամ բաժանվել անդրակաշար, չէ՞, բնականաբար բռնելու են, հասկանում։ Դա չի կարելի արդարացնել։ Հա, չէ, դա չեն քննարկում։ Ուզում հրողբերս լինի բաժանվել։ Դա չեն քննարկում։ Այսինքն, այդտեղ մի հատ բան կա, որ, այսինքն հիմա պարզ ապտի քննվի, պարզվի, ճիշտ է, այդ վճիրները կարող է 6 տարի տորնեն, ես չգիտեմ։ Բայց ֆունդամենտալ հարց է սա։ Նրանք ասում են ընտակաշարք եք բաժանել, նրանք ասում են աշխատավարձ ենք տվել։ Ճիշտ է։ Երանի նայենք մի հատ բաները։ Նայենք դենանք, քանի մարդ է աշխատավարձ ստացել այդքան ուժից։ Ասենք նայ, ինչքան մարդ է ներգրաված եղել աշխատավարձ։ Այնտեղ կարծեմ կանոնակարգված է, այնտեղ չես կարող, ասենք, չգիտեմ, ամեն շտաբում կարող է 2 հոգի լինի, 3 հոգի։ Կանոնակարգված։ Հիմա մարդիկ ասում են, արա դա ձեր տարած ձեներին։ Մի մարդ աշխատավարձ չի ստացել մեր 1000 շահում։ Հիմա տես ձենը տատս է կրվակի տես ձեն։ Չէ, դե լավ։ Ձենի անունը դնել, լսի։ Այդ ձենի անունը դնել ընդդիմադիր ձեն։ Ընդդիմադիր ձեն։ Դա ընդդիմադիր ձեն չի։ Տես չի, բա հազարավոր մարդիկ գնացել են ձայն են տվել։ Հազարավոր մարդիկ, դե հազարավոր մարդիկ։ Իսկ պետք չի մեղացնել բոլորին, էլի։ Հազարավոր մարդիկ Մանուչյան Հայկոին են գնացել ձեն տվել, Թաթուան Արմանյանն են, ինձ են գնացել հազար։ Ասում եմ, այդ փողի գործոնը դու չես կարող հաշվի չառնես։ Դա փողի գործոն է։ Հիմա այդ հարցի պատասխանը, որ մենք ասում ենք, մենակ ის բազմաթիվ բաներ եմ ստանում, նամակներ եմ ստանում, ասում եմ, չենք սկանում։ Դուք արդարացնում եք ընտրակաշար, ասեմ ժողովուրդ ջան, մեծ մարդ ունի բացատրի, կան մեծության, կան խաղար կաց։ Դեր մարդ չկա դատված, որ ես հաստատած եմ ընտրակաշարը ոչ ոք չի կարող, նորմալ անձնավորությունը նորմալ մարդը չի կարող ընտրակաշար, բայց ներողություն ընտրակաշարի մտածա որ ընտրակաշար բայց ներողություն հանրության մեջ մտածա կարող քեզ կախեն վաղը կամ ինձ կախեն հանրության մեջ մտնելը երկրորդական բան է երբ որ դա այդ ֆոնը ստեղծվում է դա էլ հարցի մյուս կողմն է հատուկ ֆոնը ստեղծվում է ինչի վրա են ազդել գաղտնալսումներն ազդել են մարդկանց սովորական բիզնես հարաբերությունների վրա անգամ բոլորը մտածում են որ բոլորին լսում են հեռախոսով մարդ չի խոսում երկրում Դա այդտեղ են խոսում, որ տենում են հեռախոսները դնում են։ Կարող է տենալ ժամանակ էլ դայնական։ Հեռախոսները դնում են ավտոն ու 500 մետր է գնում են կողմ։ Այսինքն ուզում եմ ասեմ, բանը հարցումանող կազմակերպությունները, որ սոցիոլոգ, ասում են 85% չեն պատասխանում։ Դե հա 10000-ից դե այրայի հայտնի հարցումն է, 10000-ից բանն է, 8500-ից։ Չէ, դու պատկերացնում ես ինչ վախ է մտել։ Իդեպ այդքան գաղտնալսումից։ Վախի մասին։ Դե գաղտնալսումները ախր հարաբերական առաջի մարդը ես եմ եղել, որ դատապարտել եմ բանկային գաղտնիքի վերացումը։ Այս ամբողջ երկիրը գաղտնալսումը Բայց բայց այդ գաղտնալսումների մեջ ախր բաներ կան, որոնք որ չգիտեմ, ասենք լսում ես ակնհայտ ինչպես սրբազանի բանի շարժումը թեման։ Ես եմ նայ ասենք պատիտակ գյուլում են եսի ինչ են վերջը պարզվեց ինչ որ հիպոթետիկ խոսակցություններ ապագա Հայաստանում հնարավոր ռազմական դոկտրինի մասին։ Պետք է հասկանանք էլի այդ հարցը հետևյալն է։ Քաղաքական գնահատական պետք է տրվի, ընտրակաշարք տալուն թե չպետք է տրվի։ Եթե տրվեմ, այն քաղաքական գնահատական հետևն է դատապարտվում Okay, համաձայն եմ, լավ։ Եվ ես հույս ունեմ, որ այդ ուժերը որ մեղադրվում են, իրանք էլ տան այդ գնահատականը։ Որովհետև այդ ամեն ինչը հասնելու է,
Այդ մարդիկ բանտերը նստած են։ Վերջ ինչ արնելու։ Այսինքն մտածող կա այդ մարդկանց մասը։ Պարոն, լավ, համաձայն եմ, ընտրակաշարքը շատ վատ բան է, ինչպես նաև շատ վատ բան է դրա ֆոնը ստեղծելը, դա էլ է կարևոր հանգամանք, այսինքն որ ֆոն ստեղծես, որ համատարած այդպիսի երևույթներ է տեղի ունենում, վերջը պարզվի այնտեղ հետաքրքիր դեպքեր կա, մեկը մեկին զանգում ասում է օրինակ հիմա 30 թե 40 հոգի Այս դեպք են պատմել հերը տվում փողատը բռնել են։ Դուր չեմ ասում։ Հերը տվում փողատը բռնել են, որ հերը շտաբից հա թղեն, որ տես պատմություն են ինձ պատմում, բան, մասիվ։ Հա, ես էլ եմ լսել նման բան։ Հա, ուզում եմ ասեմ абսուրդ բաներ բնականաբար լինելու են կան։ Վախի մթնոլորտի մասին Նիկոլ Փաշինյանը բոլորը մտածում էին, որ դե հեսա ընտրությունները երբ որ ավարտվեց ու Փաշինյանը հաղթեց, այդ ռետորիկաբանությունը փորձել է մի քիչ իջեցնել, ասել դե լավ գնում ենք աշխատելու, միաբանություն, բան եւ այլն եւ այլն։ Չէ։ Բայց տպավորությունն է, որ ինքը շարունակելու է սրել խաղը, ավելի ավտորիտար դառնալու, իրավիճակը ավելի ավտորիտար դառնալու, բռնելու են բոլորին, լիդերներին ամեն դեպքում խոսքատվել ինքը չկա, չբռնի, Քոչարյանն էլ բռնելու, Կարապետյանին էլ բռնելու, չնայած բռնվածը, բայց միատ էլ բռնի։ Հաղափանջոցը փոխելու են, տանել են բանդ, Գագիկ Զարուկյանին էլ են բռնելու, ենթադրում եմ, բոլորին բռնելու են, նարեկ, բոլորին բռնելու են։ Հիմա պետք է հասկանալ, էլի, այսինքն այդ որ բոլորին բռնելու են, իրանք որպես խորհրդարանական օպոզիցիա, ինչ կանան են այդտեղ։ Ինչ լծակներ կան, ինչ մեխանիզմներ կան։ Հետո իրանք հենց ցեցին պաշտպանվել այդ մեխանիզմով դուսա գալու իրանք եկնի պրոստը իրանց պաշտպանեն։ Շատ բարդ է իրավիճակը։ Դե հիմա մարդը եթե բան հա, այդ եմ ասում, շատ բարդ կարա չպաշտպանվեցին։ Շատ բարդ է։ Եվես վերջին 21-26-ը ահա որ մեզ դասեր, որ պետք է այդպես փոխվել, բան դե չբանել։ Բայց ես տեսա որ բազմաթիվ մարդիկ գրում են՝ մի վերցրեք մանդատները, էս արեք, այն արեք, այն արեք։ Մենք ձեռնպահ կմնանք բացարձակապես ես ոչ մի ձևի մասով չեմ ուզում կոմենտ անեմ։ Ինչի որովհետև դուս է գալու որ մենք չենք անցել դրանց ասում ենք դրեք մանդատները։ Չէ, ոչ չէ, բայց իրավիճակը ներկայացնում է։ Հա, իրավիճակը ես ցես գիտեմ, եթե չվերցնեն, Փաշինյանը հիմա մեծ խնդրեմ արելու։ Եթե վերցնեն, ոնց աշխատեն դուս է գալու, գնացին սին կոնստրուկտիվ աշխատելու, գնացին բան, սկսել է օպոզիցիոն բանը։ Օպոզիցիոն ժողովուրդը սկսել է իրանց քննադատել, հիմար վիճակ առնել։ Էսա սիտուացիա։ Ու այս ամեն ինչի տակ ինքը 5 տարի տեսել եմ։ Ու այս ամեն ինչի տակ էլի եկեղեցու դեմ կռիվ։ Եղբայր մարդը ասում է մանդատ եք տվել, գնում եմ կաթողիկոսին հանեմ, սպասես քանի օր է սրեն գնալու են։ Մի հատ էսա երթվեն բան անեն, բան։ Մի հատ ամրագրեն սաղ կգնան։ Բան չկա, իլյուզիաներ չկա։ Բայց լավ, մի ուրիշ հանգամանք ու վերջին հարցը։ Այնուամենայնիվ Փաշինյանի ստացած ինքը 49% ձայն է ստացել մասնակիցներից, հա, ֆիքսենք սա, այսինքն մասնակիցներից 49, ոչ թե ամբողջ ընտրելու իրավունք ունեցող, չնայած էլի явкան բավական բարձր է, բաներ, այսպես սպասվելիք բարձր բաներ, մասնակցություններ։ Իրեն հնարավորություն տալու է առանց որևիցե խնդրի խնդրի համանդրական փոփոխություններ իրականացնել ու արդեն այդ սենսիտիվ զգայական հարցերը այնպես լուծել, որ ոչ մեկի մոտ ոչ մի հարց չառաջանա։ Խորհրդանում այո։ Տիգրանաշենյանում պարզ է, չէ՞ որ Տիգրանաշենը, չգիտեմ, տվեցին, ասենք ադրբեջանցին եկավ մտավ այնտեղ, դա բնակչություն չի գալու խաղաղ, ասենք Արարատի գլխին ռազմական պոստալն է։ Հա, ինչ որ ռազմական պոստալն է։ Հետո ճանապարհն ենք կորցնելու։ Ես կարծում եմ խորհրդանում կարող է անցկացնել, դեպ հանրակրվեի համար պետք է խորհրդանում նախագիծ անցնի, գնաս համանդրական դատան կամ ընդհակառակը չեմ հիշում, հետո դրվում է հանրակրվեի։ Ես կարծում եմ խորհրդանում հանգիստ կար անցկացնի, անգամ եթե մանդատները վերցնեն, եթե չվերցնեն չի կարա։ Եթե չվերցնեն այդ վերցրած ժամանակ հեշտ կլինի մարդ տանել, չվերցրած ժամանակ դժվար կլինի։ Ժամանակ չէ։ Ստեղել է կոնկրետ։ Դա ամբողջ ցուցակը դու ոչ մեկ չկա անդիմություն, դե գնա համոզի մեկին վերբով կարա, բան ձև չկա։ Եթե չվերցնեն, այո, բայց եթե վերցրած եղան հեշտ տալնելու անցկացնել։ Ինչ վերաբերում է, ես ուզում եմ ասեմ հանրակրվեն է լինելու դժվար։ Որտեվ հանրակրվեի ժամանակ իրան ավելի շատ բարձր շեմա պետք, նա շատերն ասում են 700,000 ձայն ինքը որտեղից կարա հավաքի հանրակրվեի համար, դες բևեռացված ընտրական բանով հավաքել է։ Բևեռացված որ գալիս են պատերազմը սկսվելու երագլուխները բան, հիմա ես չգիտեմ, կարա հանրակրվեն էլ տես տանի։ Կարաս եթե դուք չկաք ասեք։ Պատերազմը սկսվելու ոչի շտաբ կբացեն ընդդիմադիր ուժերը, չէ, ասենք խորհրդանական, դες երագլուխ պատերազմի երեշտները ոչի շտաբ են բացել, որ պատերազմը լինի։ Էներ չստացած միայն ուզում որ պատերազմ լինի, բան, փորձի 700,000 մարդուն տան տամաս ասեն այո։
Որտեվ այսօրվա իր տարած ձայնով, արի նայենք էլի, այնտեղ համանդրական բարերը, ես ինչքան հիշում եմ, այդքան այո է պետք։ Ինքը ըստ էության ստացել է այդ այո։ Այսինքն այն մարդիկ, ովքեր գնացել են հիմա ԿՊ-ին, նրանք նաև օքեյ են, ասենց ասենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանից դուրս գա անկախության հռչակագրի հղումը։ Այսինքն այդ մարդիկ օքեյ են, որ կդրտեն թափեն մեր երկրի անկախության ծննդյան վկայական, ինչպես ասում են, ուզում եք կադաստր ասել, բայց ծննդյան վկայական։ Տոլի իշու բուջետ, տեսնենք ինչա լինելու։ Ես կարծում եմ պետք չի բացարձակապես հուսահատվել։ Ուզում եմ լավ ուղերձ տալ մարդկանց, որովհետև ամեն մի հատ ձևի ցունամի, որը ճգնաժամ է բերում քաղաքական, այդտեղ ծնվում են նոր հնարավորություններ։ Եվ բնականաբար տենց ցունկի պես ուժերը 2-3 ամսվա մեջ ստեղծվել եկեմտե process-ի մեջ, այդ ուժերը չկան չեն լինելու, չեն բանանելու, քաղաքական իմաստով արտախորհրդարանական դաշտում ես մեծ աշխատանք եմ տեսնում եւ հնարավոր է այդ փոքր սաղ ուժերը առողջ հատվածը հնարավոր է կոնկրետ հարցի շուրջ համախմբել եւ մեծ ուժ ձևավորել, որը կարողանա ազդել բոլոր process-ների վրա։ Այսինքն պետք չի տենց հողը լցնել գլխներին, վայ մեր մահը եկել է, բան։ Մեր ազնիվ ցեղը կորավ գնաց։ Ասենք, որովհետեւ երկիրը ոչ մեկին չի սпасելու։ Մեր մարտարավերները հերթով էսա գալու են։ Դե ինքը ընտրվել է, ընտրվելու ընթացքում, բայց անդադեց ասել եմ, քարոզարշավի ընթացքում պիտի դու լավ բաներ ասես, որ ընտրվես, չէ՞։ Մարդիկ գնաց են կապան, ասում են հողեր ունենք, պիտի տանք Ադրբեջանին։ Դա քիչ քարոզարշավ տես, այսինքն քարոզարշավը միտված էր Ադրբեջանին, կամ 90% հայերը ապրեն, բայց այսինքն ոնց։ Ազնիվ քարոզարշավը տեղի։ Մարդը ասել է բաց։ Գիտեք 21 թվականին ասում են Շուշին ու հատուտն ենք դեօկուպացնելու, հիմա ազնվորեն ասում են ինչ էին կանելու, անկլավները մյուսը եւ այլն։ Ինչից է, շնորհակալ եմ շատ, որ այս քարոզարշավից ընտրություններից ամիջով ժամանակ գտաք ու այցելեցիք մեր տաղավար, մեր հյուրն Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը։ Մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։